Բարի լույս Շանթի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում առավոտը Շանթումը։ Այսօր դեկտեմբերի 24-ն է չորեքշաբթի ուղիղ մեկ շաբաթից տարին կավարտվի։ Իսկ գիտեք, որ Մեծ Բրիտանիայում ընդունված է տոների կապակցությամբ բացիկներ նվիրել եւ հենց Անգլիայում են առաջին անգամ մտերիմներին ու ընկերներին բացիկներ ուղարկել նոր տարվա առիթով։ Նոր տարում իրար հյուր գնալու ավանդույթը էլ միայն հայերի մոտ չէ։ Շոտլանդիայում ամանորի գիշերը հյուր են գնում ընկերներին եւ հարազատներին հատուկ ուշադրություն դարձնելով առաջին հյուրին, որը պետք է երջանկություն եւ հաջողություն բերի։ Շոտլանդացիները միշտ ուրախ են տեսնել թխահեր երիտասարդների, իսկ շիկահեր կինը ցանկալի հյուր չէ։ Ամանորի գիշերը, ինչպես հասկացաք, ես Շոտլանդիայում որպես ամանորի առաջին հյուր շատ վատ տպավորություն կարող եմ թողնել, այնպես որ ես կմնամ Հայաստանում։ Գերմանիայում ամանորը ոչ թե ընտանեկան, այլ ընկերների հետ զվարճանալու օր է։ Ճապոնիայում նոր տարվա ամփոփող բաղադրիչներից մեկը երաժշտությունն է՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, ամենատարածված մեղեդին, որը նախանշում է տարեմուտը։ Այս օրերին մենք էլ կալադառնանք ամանորյա ավանդույթներին, բայց հիմա խոսենք մեր թողարկման մասին, թե ինչ է այսօր մեզ սպասվում։ Այսօր պրեմիերա ունենք մեր եթերում շատ հետաքրքիր, ցուցահանդեսի մասին ենք նաև պատմելու նորից շատ հետաքրքիր, Մանոն տոներին ընդառաջ խորհուրդներ ունի, իսկ Սոնան նոր արտահայտություններով հյուր կգա մեզ։ Այնպես որ մնացեք մեզ հետ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Իսկ հիմա ժամանակն է խոսել եղանակի մասին։ Դեկտեմբերի 24-ին Հայաստանում սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Երևանում եւս սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Ցերեկը 5-ից 7 աստիճան տաքություն կլինի։ Ծանոթանանք եղանակի տեսությանը ավելի մանրամասն։ Անցնենք առաջ եւ խոսենք, թե ինչ է տեղեկացնում մեզ փրկարար ծառայությունը։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ստեփան Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Կարծում եմ այս մասին մենք շատ ենք խոսում մեր եթերում, այնպես որ պետք է պարտադիր հետևել կանոններին։ Անցնենք առաջ ամենահետաքրքիր եւ ամենաքաղցր էջի մասին պետք է հիմա խոսանք, քաղցրացնենք մեր առավոտն ու տեսնենք, թե Լիկան ինչ է պատրաստել մեզ համար։ Կարծում եմ այդ մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք, քանի որ Լիկան դեռ պատրաստվում է մեզ համար ամենահետաքրքիր քաղցրավենիքը բերելու, իսկ հիմա ամենահետաքրքիր անգլերեն արտահայտություններն ու բառերը մեր եթերում Սոնայի հետ։ Տեսնենք, թե այս առավոտ ինչ ենք սովորելու մեր շատ սիրելի Սոնայից։ Սոնա, եթերը քոնն է։ Good morning, guys.
Ձեզ պարբերաբար խորհուրդներ ենք տալիս, թե ինչպես զարգացնեք ձեր խոսակցական անգլերենը կամ ընդհանրապես անգլերենն իր բոլոր բաժիններով։ Բայց քչերն են կոնկրետ օրինակով ցույց տալիս, թե ինչպես տվյալ մեթոդն օգտագործել։ Այսօր իմ ամենասիրելի մեթոդների միջոցով կտեսնեք, թե ինչպես կարող եք հետաքրքիր եւ բովանդակալից զարգացնել ձեր խոսակցական, լսողական եւ արտասանական հմտությունները։ Անպայման կհետևեք տվյալ օրինակին եւ մեթոդին։ Իսկ ավելի շատ որակյալ անգլերենի համար հետևեք իմ ինստագրամյան բլոգին կամ անցեք դասընթացներ իմ լեզվի դպրոցներում։ How would you describe this action, guys? Try. Okay, let's do it together. The man holds a paintbrush in one hand. The brush is covered in bright blue paint. In his other hand, he has a small metal comb. He inserts the comb into the bristles. Then he is pulling the metal comb through the bristles of this paintbrush. The excess paint comes off from the paintbrush and falls into the paint tray below. Don't forget to practice by focusing on the keywords, guys. Իսկ հիմա արդեն ժամանակն է խոսքը փոխանցել մեր գործընկերոջը մարզիկ սննդաբան բոդիբիլդեր Մանո Բրուտյանին։ Այսօր շատ հետաքրքիր թեմա ունի Մանոն։ Մանո։ Եթե քո մարմինը թույլ է, շատ փափուկ է մի տեսակ, բայց ջարբոտ չես, ասեմ քեզ, դու սպիտակուց չես ուտում։ Բարելույս սիրելի երեստադիդով, շնորհակալ եմ, որ նայում եք այս եթերը։ Այսօր ուզում եմ խոսամ կոնկրետ սպիտակուցների մասին, թե ինչ են դարի մեզ արդյոք սպիտակուցները եւ ինչեր կարա լինի, եթե չընդունենք իրան բավարար չափով։ Okay։ Եկեք հասկանանք, սպիտակուցը մարմինի շինանությունն է, քո մգանները սարքվում ասեն սիրուն դեսկա ընդունում սպիտակուցներով։ Okay։ Եթե դու օրվա սպիտակուցները չկերար, այդ խեղճ մգանները կամաց հետա գնալու ու այդ փափուկ քո ասած թույլ դեսկն աստանալու քո մարմինը, okay։ Ու շատ եղեք։ Սպիտակուցները քիչ կերար, մետաբոլիզմդ ընկավ, okay։ Այսինքն դու նաև չես կշտանալու, մետաբոլիզմն ընկնելու է, ավելի շուտ սկսես ավելորդ քաշ ձեռք բերել։ Ու շատ եղեք։ Ինչն է սպիտակուցները։ Եկեք դեր հասկանանք։ Ուրեմն իմ ամենասիրած բանն են թվարկում գենտանականները, ավելի շատ կողմ են իրանց։ Այսինքն գարակորացիոնում լինի մոդարես 80% սպիտակուցներից գենտանականը, 20% կարանի բուսականը։ Մի փոխարինեք բուսականը ավելի շատ լինի, էլի։ Ուրեմն հավի գրծքամիսը կարա լինի, հնդուշկեն կարա լինի, դաբարի միսը կարա լինի, ձուկը կարա լինի, հավգիթը կարա լինի, ամենաուժեղ սպիտակուցի աղբյուրներն են։ Բուսականների մասին էլ չեմ ուզում դες շատ խոսամ, գալիս ենք հաջորդին։ Այսինքն, եթե դու քիչ ընդունեցիր քո սպիտակուցները, էներգիայի անգում ունենալու ես, մգանային փլուզում ունենալու ես, այսինքն դու օրվա բավարար չափդ անպայման պետք է ընդունես։ Եկեք էդ էլ ասեմ, ձեզ խորհուրդ եմ տալի մոտավորապես։ Եթե դու չմարզվող մարդ ես, սովորական, okay, օրական ամեն 1 կիլոգրամից, քո ամեն 1 կիլոգրամ քաշից ընդունիր 1.2-ից մինչև 1.6 գրամ սպիտակուց, okay։ Շատ լսեք։ Եթե դուք մարզվող եք, ակտիվ եք, ընդունեք 1.6 գրամից, ամեն ձեր 1 կիլոգրամ քաշին եմ ասում, 1.6-ից մինչև 2.2 գրամ սպիտակուց, ձեր ամեն 1 կիլոգրամ քաշին, հետևեք այս խորհրդին, մի ամսում կտեսնեք փոփոխությունը ձեր վրա, հաստատ գոհ կլինեք ինձանից, եկեք ճիշտ խաղացեք դուք երես խաղը ու մնացեք Մանոյի հետ։ Ինչպես նկատեցիք, ես ապրանքանիշից մարմնի եւ դեմքի խնամքի եւ սա շատ հիանալի նվեր է Ամանորի համար, այնպես որ կարծում եմ արդեն հասկացաք թե ինչի ունեի այս նվերը, քանի որ մեր եթերում Վիկտորինան է։ Եթե ուզում եք այս հիանալի տուփն ու արդից ձերը լինի, ապա շտապեք, մենք հնչեցնում ենք հարցը, դուք պատասխանում եք 1 ժամվա ընթացքում, հաղթող է համարվում առաջին ճիշտ պատասխանի հեղինակը։ Հիշեք, Վիկտորինաները մեր եթերում կլինեն յուրաքանչյուր երկուշաբթի եւ չորեքշաբթի, իսկ մրցանակը կարող եք ստանալ ուրբաթ օրերին Շանթ հեռուստաընկերությունից։ Այս
պահից սկսած զանգահարեք 098 64 56 68 հեռախոսահամարով եւ եթե գիտեք ճիշտ պատասխանը, պատասխանեք։ Հաղորդման ավարտին մենք արդեն կհայտնենք հաղթողի անունը։ Այսպիսով հարցը. երբ է զարդարվել առաջին տոնածառը եւ որտեղ։ 1 ժամ ունեք պատասխանելու ճիշտ հարցին, կարող եք ստանալ նվերը, իսկ հիմա մենք գնանք գովազդի։ Իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Իսկ հիմա եկեք դիտենք մի շատ հետաքրքիր տեսանյութ, որը մեզ կօգնի էլ ավելի լավ պատրաստվել ամանորյա գնումներին։ Ամանորից առաջ մեր տներում ամենաշատը տոլման է բուրում, կաղամբով, խաղողի տերևով, պասուց եւ մեր տեսանյութը հենց այդ մասին է։ Դե ինչ եւս մեկ անգամ հիշեցնեմ այն բոլոր մարդկանց, ովքեր հենց նոր միացան մեզ, պիտի ասեմ, որ հիշեք վիկտորինաները մեր եթերում լինում են յուրաքանչյուր երկուշաբթի եւ չորեքշաբթի, իսկ մրցանակը կարող եք ստանալ ուրբաթ օրերին Շանթ հեռուստաընկերությունից։ Այս պահից սկսած զանգահարեք 098 64 56 68 հեռախոսահամարով եւ կիմանանք վերջում թե ով է հաղթողը։ Հիշեցնեմ հարցը երբ է զարդարվել առաջին տոնածառը եւ որտեղ։ Մենք անհամբեր սպասում ենք թե ով առաջինը կպատասխանի հարցին եւ ով առաջինը կստանա Nuart բրենդի կողմից շատ գեղեցիկ մարմնի եւ դեմքի խնամքի միջոցները։ Մենք կսպասենք ձեր զանգին, իսկ հիմա գովազդ Շանթի եթերում։ Լավ երաժշտությունն է կարծես թե պակասում։ Երաժշտություն Շանթի եթերում։ Մենք շարունակում ենք մեր եթերը եւ ժամանակն է պտտվել աշխարհի շուրջը։ Այս անգամ գնում ենք Լոզան, ինչպես ասում են աշխարհի օլիմպիական մայրաքաղաքը։ Գնացինք։ Իսկ հիմա գովազդ Շանթի եթերում։ Մենք վերադարձանք եւ արդեն մեր տաղավարում են տեսահոլովակի եւ երգի պրեմիերա պիտի անենք միասին։ Այդ առիթով այստեղ են երգահան Նիկ Եգիբյանը եւ իհարկե Տիգրան Հունանյանը։ Երգի տեսահոլովակի եւ այս բոլոր հետաքրքիր համագործակցությունների մասին խոսենք հենց հիմա։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Մենք էլ ենք շատ ուրախ լինել այս հետաքրքիր ամանորյա արդեն տաղավարում։ Դու ինչքան ես մեծացել, ես հիշում եմ դեռ դու 5 տարեկանից ինչքան ակտիվ էիր, երգում էիր եւ վստահ եմ, որ քեզ դեռ մեծ ու մեծ բեմերում ենք տեսնելու ու շատ ենք խոսելու քո մասին։ Նիկ, բարի գալուս Շանթ հեռուստաընկերություն։ Դե կարծում եմ քեզանից խոսելը այս պահին անիմաստ է, քանի որ մենք շատ ակտիվ հետևում ենք քո Instagram-ի էջին եւ գիտենք թե դու ինչքան գեղեցիկ այսպես նյութեր ես տեղադրում, խոսում ես քո գործունեության մասին։ Արի խոսենք եւ տեսնենք թե ինչ համագործակցության արդյունքում եք այսօր մեզ հյուրի եկել, քանի որ շատ երեխաների հետ ես աշխատում, առիթ ունես։ Խոսենք թե Տիգրանի հետ ինչ համագործակցություն ունես։ Դե Տիգրանի հետ համագործակցությունը սկսվեց դասատու աշակերտ տարբերակով, ի սկզբանե Տիգրանը եկավ, սկսեց ինձ հետ վոկալ պարապել, մի քանի մրցույթների մասնակցեցինք, հետո ընթացքում արդեն կամաց-կամաց հասունացավ այն պահը, որ պետք էր արդեն ունենալ սոլո տարբերակ երգի ինչ-որ, որը Տիգրանը արդեն մինչև այս երգը էլի ուներ Արսեն Գրիգորյանի հեղինակած երգը։ Ես հիշում եմ։ Ահա, որոշեցինք այս անգամ թեմատիկ երգ անել, նոր տարուն նվիրված, նոր տարուն Սուրբ Ծնունդին նվիրված երգա, բառերի հեղինակը Ավետ Նաբարսեղյան, ինչպես նաև առաջի երգի բառերի հեղինակն է էլի Ավետը Բարսեղյան։ Չգիտեմ ինչի որոշեց Տիգրանը այդպես, իրականում ավելի շատ մտահղացումը իրենց կողմից է եղել, Տիգրանի եւ Տիգրանի մայրիկի կողմից է եղել, որ նոր տարվա հետ կապված ինչ որ երգ ենք ուզում։ Այդպես գրեցինք մի քանի տարբերակ, Տիգրանը ընտրեց այն տարբերակը, որը որ ավելի շատ հավանեց։ Վերջնականացրեցինք երգը եւ որոշեցինք դիմել Կոլոյանին, մեր Ռոբերտ, որը որ նկարահանեց մեր տեսահոլովակը, աշխատում ենք արագ ամեն ինչ անել, որպեսզի դե բնականաբար նոր տարուց առաջ հանձնենք հանդիսատեսի դատին
Այդպես հեշտ հանգիստ։ Տիգրան, դու պատմի, թե 2025 թվականը քեզ համար ինչպիսին էր, էլի բազմաթիվ մրցույթներ։ 2025 թվականը ինձ համար առհասարակ շատ այդպես ասած լի էր բուրըն մրցույթներով, բուրըն էմոցիաներով, օրինակ մասնակցել եմ Sanremo մրցույթին, The Future of Nations, այսինքն ազգի ապագա մրցույթին, Europop Contest, Bonar Junior եւ այլ բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել։ Վերջինը իրար հետ էինք։ Մասնակցել եմ այսպիսի բազմաթիվ մրցույթներին եւ մեծ բավականություն եմ այն ստացել։ Եվ ինչքան մրցույթների ես մասնակցում եմ, այդ զգում եմ, որ ես ավելի շատ եմ ստրեսակային, այսպես ասած, դառնում։ Չեմ լարվում, չեմ անհանգստանում եւ Ես անգամ կասկածում էի, որ դու ստրես ես ապրում երգելուց առաջ, գիտես Տիգրան։ Ինքը հակառակ տարբերակն է, երբ որ իր դիմաց նստած է հանդիսատես, ինչքան շատ, այնքան ավելի ինքը հանգիստ։ Եթե օրինակ ես լինեմ մենակով նստած կամ դու լինես, կարող է այդ ժամանակ լարվի, բայց եթե հանդիսատեսը մեծ է, Չէ, մեր սերունդը մի համեմատի այդ սերնդի հետ, եւ ամենակարևորը, ինչն եմ սիրում, որ Տիգրանը սիրում է վայելել, ամեն մի վարքյանը վայելում է, այդ բավականին մեծ հաճույքը։ Լարվես այսպես ամբողջությամբ։ Եկեք մի հատ վայելենք տեսահոլովակը, հետո հետ վերադառնանք եւ նաեւ խոսենք, թե տարվա ավարտը քեզ համար ինչպիսին էր, արդեն հիմա տեսահոլովակից պարզ կլինի, թե այն ինչքան գեղեցիկ էր եւ գունեղ։ Դիտենք տեսահոլովակը եւ վերադառնանք։ Մենք վերադարձանք, թույլ տվեք առաջինը ես իմ կարծիքը հայտնեմ, շատ գեղեցիկ։ Տիգրան, նաև պիտի ասեմ, որ դու որպես արտիստ բավականին հասունացել ես, կարծում եմ քո Նիկի ամիսների թե տարիների աշխատանքն իրենց նասել են։ Հիանալի էր, շատ գեղեցիկ էր, կարծում եմ սա կարող է նոր տարվա յուրաքանչյուրիս տանը դառնա ամանորյա այն գեղեցիկ երաժշտությունը, որ անպայման ուզում ենք միացնենք, վայելենք այս օրերը ու ինչ որ գործ անենք կամ ուղղակի լավ տրամադրություն գա մեզ։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհավորում եմ եւս մեկ գեղեցիկ համագործակցության համար, շնորհակալություն որակյալ երաժշտության համար, շնորհակալություն, որ մեր ականջները շոյում ես, այլ ոչ թե ներվայնացնում ես, շնորհակալություն Նիկ։ Տիգրան, դե մի փոքր պատմի, տեսնենք, թե ինչ պլաններ ունես եւ 2025 այս տեսահոլովակով արդեն ավարտեցիր։ Այո, ես այս տարին, այսպես ասած, ավարտել եմ այս տեսահոլովակով, այսպես ասած, հայերի համար, ինչու՞ չէ, աշխարհի բոլոր մարդկանց համար, սա մի փոքրիկ ամանորյա անակնկալ էր, որը ես նախապես պատրաստել էի, այսպես ասած։ 2026-ին դեռ պլաներ չկան, բայց համոզված եմ կլիներ։ Ես եմ համոզված, ես հանձնատով դու հաստատ առնվազն 6 մրցույթի կգնաս։ Միանշանակ։ Չէ։ Ամեն տարվա վերջում ասում ենք, ելս տարի մրցույթներ չկա, վերջ ավարտեցինք, այդ ամփոփեցինք մրցույթների փուլը մեր կյանքում։ Հետո հունվարը գալիս ենք էլ, իսկ կարող է ընկեր Նիկ մի հատ։ Նիկ, բայց դու ինչպես ես վերաբերում մրցույթներին, այ առհասարակ։ Ես գիտես, քանի որ ես մրցույթային երգիչ երբեք չեմ եղել, դուք օրինակ միշտ մրցույթների գնացել եք, որ այն պատմությունները, որ դու պատմում էիր այն ժամանակ քեզանից, Ժակլինից, հա, ինչ էր եղել բեմի վրա, ետնաբեմում բան, այդ ամեն ինչը պետք է ապրել ինձ թվում է։ Եթե երգիչ ես, ու ինչ փուլեր կա, որ պետք է այդ փուլերով անցնես, որպեսզի հաս ունենաս, կայանաս։ Հիմա եթե այս երեխեք ունեն այդ հնարավորությունը մասնակցելու այդ մրցույթներին, ինչու ոչ։ Իհարկե կան մրցույթներ եւ կան մրցույթներ, բայց բնականաբար ամեն ինչն էլ փորձ է ու կապ չունի նույնիսկ տեղը, որտեղ կգրավես, մենակ են որ կա շփում երեխաների հետ, նոր ինչ որ կապեր են հաստատվում, ընկերություն է սկսվում, ինչու ոչ։ Տեսնում ես, հետո առաջինը ինչ ասա Տիգրանը, ստրեսակայում, չէ։ Սա շատ լավ արտահայտություն էր, քանի որ ամեն մրցույթից հետո դու այն չես, ինչ կայր մինչև այդ։ Ունես մի նոր փորձառություն, մի նոր ավելի վստահություն, ավելի ուժեղ ես քեզ զգում։ Այո, դա իսկապես օգնում է, բայց համամիտեմ նաև քեզ հետ, որովհետև դա այլ մի շրջան է, դրանից էլ պիտի դուրս գալ եւ մեկ այլ էտապի վրա գնալ արդեն։ Դե, սենց մեզ մոտ բաներով է, չէ՞, սենց հարթակներով է գնում մրցույթները, ինչ որ սենց մրցույթներ, հետո գալիս է նորալիք մրցույթը, հետո գալիս է Եվրատեսիլ մրցույթը, արդեն չգիտես էլ ինչ մրցույթի։ Եվրատեսիլից հետո արդեն դու երգիչ ես։ Կամ ոչ մի բան է, հետո էլ մի ուրիշ վտանգ կա, որ չգիտես արդյոք արժի այդտեղ մտնել թե ոչ։ Նույնիսկ կապել չունի, դու կարող ես լավ վոկալիստ լինել, բայց հաջողություն չունենալ կամ լինել միջակ վոկալիստ եւ հաղթել։
ամեն ինչը հարաբերական է այս աշխարհում։ Նիկ, ճանաչում եմ քեզ շատ շուտմանից, այլ տարիների 20 մասին։ Տարիների մասին կարող ենք խոսել, ինչպես ես այսօր տեսնում։ Մեր երկարվեստը չեմ սիրում այդ բառը ասել, արվեստ չկա, երկ կա։ Հա, բայց արի նաև մի փոքր խոսենք այն մասին, որ մեր ժամանակահատվածում դժվար էր։ Հիմա ամեն բան շատ ավելի հասանելի է։ Միևնույն ժամանակ ավելի դժվար։ Ահա, այ ուզում եմ խոսենք այդ դրա մասին։ Գիտես ինչ է կատարվել, եթե մեր ժամանակ, եթե դու լավն էիր, ասում են, չէ, տաշած քարը գետնին չի մնում։ Այն ժամանակ նկատվում էր, արտիստներ ուզում էին քեզ հետ աշխատել, ես որպես երգիչ չեմ հիմա խոսում, որպես երգահան եմ խոսում։ Հիմա, քանի որ գոյություն ունեն սոցհարթակները, ամեն ինչ ավելի հասանելի է, նախ սկսել են հիմա այս արհեստական ինտելեկտով ստեղծված երգերը, որոնք որ մեկը մյուսին նման, շատ լավն էր սկիզբ որպես, հետո զգում ես, որ հիմա արդեն ամեն ինչը միանման է դարձել, այդ վիճակը, որ ամեն ինչը շատ հասանելի է, էժանացրել է ամբողջ բնակավարը, այսինքն այն ոչ թե ֆինանսական, մատերիալիստական առումով, այլ հոգևոր արժեքի առումով նույնիսկ չկա երաժշտություն ասվածը։ Եթե այն ժամանակ Գրիգորիչ օրինակ գրում էր նոր տարվա մասին երգ, մենք լսում ենք այդ երգը, տարիներ շարունակ մինչև հիմա երգվում է։ Մենք հիմա գրում ենք երգը նոր տարվա մասին, օրինակ ես չգիտեմ մյուս տարի երգը մենք կլսենք, թե չէ այլևս։ Ասում ես նոր տարի հիշում ես, չէ՞, մի անգամ դու նայրան վերջիչնում է, չէ՞։ Հետո էլ որն ես հիշում։ Դու նոր տարի հետո այնտեղ մի հատ էլ կար, մի հատ նոր սերունդի երգ հիշի։ Էսա էլ է մեր սերունդի երգը։ Եթե նոր սերունդը արդեն երգում է այդ երգը, այսինքն։ Այո, համաձայն եմ քեզ հետ։ Что и требовалось доказать, էլի դա։ Ես հիմա իհարկե շատ կուզենամ մակրազտվի, լադերից մակրազտվի նախ առաջի հերթին, կլկլոցային ինչ որ բաներից մակրազերծվի այս ամեն ինչը, բայց տեսնում ես դու, ես Բայց նոր սերունդը շատ լավն է, Նիկ։ Նոր սերունդը կա լավ սերունդ եւ կա Ես ված սերունդին չեմ տեսնում, միգուցե դու ավելի շատ ես շփվում, դա է պատճառը, որ դու։ Գիտես, ով ինչի վրա մեծացել է, այսպես ասեմ, եթե ինչ որ մեկը նայել է օրինակ Շանտ, նայել է սուպերստարները, նայել է, այսինքն մասնակից եղել է ամեն ինչին, լսել է որակյալ երաժշտություն, լսել է զտված տարբերակը, այդ սերունդի տված սերունդը ուրիշ է, մեր սերունդը ուրիշ է։ Բայց կա նաև մի սերունդ, որը որ մեծացել է անհասկանալի երաժշտության վրա, որ չգիտենք հայկականա, թուրքականա, ադրբեջանականա, թե ինչականա։ Եվ ես հիշում եմ ամենակարևորը, որ մեզ ասում էին միշտ երբ քնից արթնացնեն ու ինչ որ մի բան ասեն, պիտի երգես։ Անգամ ես այսքան տարի չեմ երգում, չէ, անգամ լսել չեմ ուզում երգի մասին, բայց եթե ես ուզենամ երգեմ, նույն վարքյանին կարող եմ վերած բացել ու երգել։ Իսկ հիշում եմ, եթե այս սերունդին ուզենանք հիմա երգացնենք, բավականին պիտի տրամադրենք նրանց, որ նրանք կարողանան այդպես։ Մենք սովոր ենք, մեզ կանգնացնում են աթոռին, ասում են Բալիկ ջան, երգի։ Ու մենք երգում ենք։ Ու մենք երգում ենք։ Ես սիրում եմ իմ մանկությունը, ես սիրում եմ իմ պատանեկությունը։ Այդ տարիները ինձ համար սենց ուրիշ արժեք են ներկայացնում իրենցից, որտեղ հիմա այս երեխեքը չեն ունենալ դա։ Մենք ուրիշ ձևով ենք շփվել, մենք ուրիշ բաների միջով ենք անցել, եւ կոփվել ենք, եւ կոտրվել ենք, եւ հագեցել ենք։ Մենք կանգուն ենք։ Անխոս։ Միանշանակ։ Տիգրան, մի փոքր պատմի, թե ինչպես է ասում սովորաբար քո առօրյան, հա, որովհետեւ քո հասակակիցները այսպես ունեն միգուցե մանկություն, բակ, խաղեր, բայց դու կարծես մի փոքր ավելի պրոֆեսիոնալ կյանքով ես ապրում, թե նաեւ հասցնում ես այդ քո մանկական չարաճճիություններից նաեւ չկտրվել։ Օրինակ չարաճճիությունների մասին այդպես չեմ կարող խոսել, բայց ամենակարևորը մանկությունս վայելում եմ եւ հասցնում եմ օրինակ մրցույթների մասնակցեմ, համերգների, տարբեր համերգային ծրագրերի մասնակցեմ եւ վայելեմ իմ մանկությունը։ Այդպես համատեղում եմ այդ ամեն ինչը։ Եվ ի՞նչն է քո ամենասիրելի զբաղմունքը, ինչով ես ամենաշատը սիրում զբաղվել։ Ամենաշատը սիրում եմ խաղալ իմ մեծ աղբոր հետ։ Դա քո ամենասիրելին է։ Իսկ նամակ գրել ես ձմեռ պապիկին, թե ձմեռ գրել ես։ Այո, ես արդեն ուղարկել եմ։ Իսկ ինչ ես ուզում, եթե գաղտնիք չի։ Այսինքն իրային առումով չեմ ուզում հասկանալ, ուզում եմ հասկանալ ինչ երազանքներ ունես, որոնք պարտադիր ուզում ես կապել 2026 թվականի հետ։ 2026 թվականի հետ ես ունեմ լիք երազանքներ, այսպես ասած, բայց նամակի մեջ ես գրել եմ, որ այդպես ասած լիք նվերներ բերի, բայց ամենակարևոր այդպես ասած երազանքը, որ ես ուզում եմ որ կատարվի, դա խաղաղությունն է ամբողջ աշխարհում։
Չլավ է որ գրել ես դա։ Ինձ թվաց թե միայն իրային ինչ-որ մի բան ես գրել, բայց քանի որ ճանաչում եմ քեզ, վստահ եմ որ դու ունես շատ ու շատ ցանկություններ, ինչպես արդեն նշեցի, որոնք թող Աստված ի կատարածի 2026-ին։ Քանի որ արդեն 2026-ն է մոտենում, Նիկ, ինձ թվում է դու էլ ինչ-որ մի բան կուզենաս մաղթելու բոլոր այն փոքրիկներին եւ մեծիկներին, ովքեր հիմա մեզ դիտում են։ Փոքրիկներին թող վայելեն իրենց մանկությունը, քանի այդ մանկությունը կա։ Անկեղծ որ ասեմ, թեմայից դուրս էլի չի կյանքում չի մտածի, որ 20 տարի առաջ չի մտածի, որ մենք սենց կնստենք լուրջ թեմ անելով։ Մենք մեծացել ենք, Նիկ, մենք մեծացել ենք։ Ինչ որ տարօրինակ է իհարկե սա ինչ ասելը, բայց փոքրերին իհարկե մաղթում եմ վայելել մանկությունը, լինել առողջ, լինել հաջողակ, նպատակասլաց, մեծերին էլ մի քիչ խաղաղություն էլի եւ հոգեբանական, եւ մտավոր, եւ ֆիզիկական խաղաղություն։ Շնորհակալություն։ Հուսամ, որ մենք 2026 թվականին առիթ կունենանք նորից քեզ հյուրընկալել Տիգրան եւ վստահ եմ, որ շատ ու շատ ձեռքբերումներ կունենաս, որոնք շատ մեծ ուրախությամբ կլուսաբանենք։ Նիկ, քեզ լիքը հաջողություններ։ Գիտեմ, որ մտքիդ թռիչքը երբեք չի կանգնում, թողել ավելի շատանա։ Շատ ուրախ եի քեզ նորից տեսնել։ Իմ մանկության կամ պատանեկության լավագույն տարիները անցկացրել եմ քեզ հետ, այնպես որ անկախ տարիներից կամ տեսնելուց կամ չտեսնելուց միևնույն է, քեզ տեսնելուց լավագույն հուշերն են իմ մեջ արթնանում։ Մենք շարունակում ենք Շանթի եթերը, դուք չհեռանաք, իսկ հիմա ինչ ենք անելու, գովազդ ենք դիտելու, ինձ հուշեցին հենց նոր, գովազդ Շանթի եթերում։ Ժամանակն է պտտվել Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերով, բացահայտենք ամենագեղեցիկ վայրերը մեր եթերում։ Իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք մեր եթերը, Իգիտությունն է եթերում։ Հիմա գնում ենք բացահայտումների, տեսնենք թե այսօր ինչ ենք բացահայտելու Իգիտություն շարքում։ Գիտնական նոր փորձարկումների արդյունքում այսօր արդեն հնարավոր է ոչնչացնել քաղցկեղի միկրոսկոպիկ բջիջները։ Ինչպես գրում է Guardian-ը, լեհ ու շվեդ գիտնականների մշակած այս նոր մեթոդը կարող է բեկումնային լինել գիտության մեջ։ Այս թեմայի մասին առաջիկա րոպեներին առավել մանրամասն։ Բարի առավոտ։ Ըստ հաղորդված տեղեկության, լուսային թերապիայի մեթոդը թույլ կտա վիրաբույժներին ավելի արդյունավետ կերպով ոչնչացնել հիվանդության առաջացրած մետաստազները։ Ֆոտոիմունոթերապիայի նոր տեսակի մշակման աշխատանքներն իրականացվել են 3 երկրների գիտնականների կողմից։ Խումբը բաղկացած է եղել բրիտանացի, լեհ եւ շվեդ ինժեներներից, ֆիզիկոսներից, նյարդավիրաբույժներից, կենսաբաններից ու իմունաբաններից։ Փորձագետների կարծիքով այս տեխնոլոգիան կարող է դառնալ ամբողջ աշխարհում քաղցկեղի բուժման 5-րդ ամենատարածված մեթոդը վիրահատությունից, քիմիոթերապիայից, ճառագայթային թերապիայից ու իմունոթերապիայից հետո։ Իսկ առհասարակ խնդրի առաջացման համար ինչը կարող է լինել ռիսկի գործոն։ Թեև բժիշկներն ունեն որոշակի փաստումներ, թե ինչը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացմանը, սակայն կան բացառության դեպքեր, երբ քաղցկեղի մեծամասնությունը տեղի է ունենում այն մարդկանց մոտ, ովքեր չունեն որևէ հայտնի ռիսկի գործոն։ Քաղցկեղի ռիսկը մեծացնող գործոններից են հիմնականում տարիքը, քաղցկեղի զարգացումը կարող է տևել տասնամյակներ։ Ահա թե ինչու քաղցկեղով ախտորոշված մարդկանց մեծամասնությունը 65 տարեկան կամ ավելի մեծ է։ Չնայած քաղցկեղն ավելի տարածված է տարեց մարդկանց մոտ, սակայն այն միայն տարիքով մարդկանց հիվանդություն չի կարող համարվել։ Այն կարող է ախտորոշվել ցավոք սրտի ցանկացած տարիքում։ Ռիսկի գործոն են նաև վատ սովորույթները։ Վաղուց հայտնի է, որ ապրելակերպի որոշ ընտրություններ մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը։ Ծխելը կանանց համար օրական 1 չափաբաժնից ավելի, իսկ տղամարդկանց համար օրական 2 չափաբաժնից ավելի ալկոհոլ խմելը, արևի չափազանց մեծ ազդեցությունը կամ հաճախակի բշտիկավոր արևայրուքը, գեժ լինելը
եւ շատ այլ սովորույթներ։ Արտաքին միջավայրը եւս հանդիսանում է ռիսկի գործոն, որովհետեւ այն կարող է պարունակել վնասակար քիմիական նյութեր, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը։ Նույնիսկ այն դեպքում, երբ մարդն ինքը չի ծխում, կարող է ներշնչել երկրորդային ծուխը, եթե իրեն շրջապատող միջավայրում մարդիկ ծխում են։ Ինչ վերաբերում է ժառանգականությանը, ապա քաղցկեղների միայն մի փոքր մասն է պայմանավորված ժառանգական հիվանդությամբ։ Եթե ընտանիքում քաղցկեղը տարածված է, հնարավոր է, որ մուտացիաները փոխանցվում են սերնդից սերունդ, բայց պետք է հիշել, որ ժառանգական գենետիկ մուտացիա ունենալը դեռ չի նշանակում, որ անձը պարտադիր պետք է հիվանդանա այս հիվանդությամբ։ Տոնածառը ամանորի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է համարվում։ Վստահ եմ, որ մեզանից շատ-շատերը արդեն հասցրել են իրենց տան տոնածառը գեղեցիկ զարդարել, քանի որ այն շատ էլ ավելի հետաքրքիր տրամադրություն է փոխանցում։ Դիտենք տեսանյութը տոնածառի մասին, տեսնենք թե ինչ բաց թողումներ ունենք, որ դեռ ժամանակ ունենք լրացնելու։ Իսկ հիմա գովազդ Շանթի եթերում։ Այսօր պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը, ցտեսություն։